Չենք կարող ասել, որ Անտալիայում մեր ունեցած ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի արտգործնախարարների հետ մեր ունեցած շփումների խոսակցությունների արդյունքում ունենք վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ, բայց նաեւ չենք կարող շղթել, որ մշտապես հանդիպումները, քննարկումները, խոսակցությունները այնուամենայնիվ կողմերին առնվազն առավել հասկանալի են դարձնում միմյանց համար, առնվազն ամեն հանդիպումից հանդիպում թեմաներ, ենթաթեմաներ կամ չգիտեմ նոր ենթաշերտեր են հնարավոր լինում քննարկել, որը անշուշտ արդյունավետ է ընդհանուր գործընթացի տեսանկյունից։ Այնպես որ ես դրական կհամարեի, եթե իմ կարծիքն եք հասնում մեր շփումները։ Մենք փորձեցինք նախարար Բայրամովի հետ Անտալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել, ինչպես եւ նախկինում մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտը ազդարարելու, դեպքում ինչպիսին է կամ որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում մենք իհարկե կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ օրինակ, հետեւաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա եւ հակառակը կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում։